Բարև ձեզ Factor TV հյուրը Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է, ողջույն, պարոն Զուրաբյան։ Ողջույն։ Ստանալով մերժումներ նախկին նախագահներից բանավիճելու հարցի շուրջ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասում է, թե ինչու ըստ իրեն Լեռնային Ղարաբաղի հարցի նկարագրած հոյակապ լուծումներ նախկին նախագահները չեն իրագործել։ Ասում է, ամեն մեկը մի լավ լուծում ուներ իր ժամանակ, մի բան չհերիքեց ուղղակի, տարբերակ առաջին ցուցաբերել են հանցավոր անգործություն մեզ զրկելով հարցի հոյակապ լուծումից եւ ծառայել են օտար շահերի։ Տարբերակ երկու խաբեություն է ընդդիմության նկարագրած հոյակապ լուծումները, դրանք երբեք չեն եղել։ 98-ի պարագայում ո՞րն էր այս տարբերակներից։ Նախ սկսեմ նրանից, որ սա ոնց որ կպչուն սևեռուն մի միտք է դարել Փաշինյանի համար, նա արդեն մի ամբողջ սերիա է սկսել Facebook-ային գրառում չէ ավելի ճիշտ, լայվերի, թե չգիտեմ, վիդեոների, որի անունը դրել է մի բան ասեմ, մի րոպե մի բան ասեմ։ Ասա դուք պատասխանում եք։ Ես էլ դե տեսա, որ սուտի հետևից ու պետք է մի հատ տենց ստազերծման մի հատ սերիալ պատրաստել։ Ես էլ հակառակ սերիալն եմ պատրաստել, որը կոչվում է Սուտը մեռնի, այսինքն իր ամեն մի բանին այդ նույն համարակալմով ես հանդես կգամ պատասխանելով, որովհետև իսկապես շատ կարևոր է, որ մեր հասարակությունը հասկանա, թե ինչի է Փաշինյանը սևեռվել այդ խնդրի վրա, թե Ղարաբաղի խնդրի լուծումները, ով, երբ, ինչպես է արել, ով է սխալ, ով է ճիշտ։ Լավ լուծումներ չեն եղել, եթե լինեին կընդունեն, եթե չեն ընդունել լավ լուծումները հանցագործեն կամ ծառայել են։ Հիմա դրանք կգանք, ես ուղղակի ուզում եմ մի բան ասեմ։ Գիտեք, այս բանավեճի մարմաճը ինքնին արդեն շատ բան բացահայտում է, որովհետև իրականում բանավեճը գնում է։ Հանրային բանավեճը գնում է վաղուց։ Բոլորը ներկայացնում են իրենց փաստարկները, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, եթե հիշում եք, անգամ գնացել էր այդ Քոչարյանի Անդրանիկ Քոչարյանի այդ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի առաջ մի ժամերով ելույթներ էին ունեցել, մի շոու էին սարքել, թե ինքը ոնց է այդ խնդրին մոտեցել Ղարաբաղյան խնդրի լուծման եւ այլն։ Ինքը խոսացել է, ինքը ներկայացրել է իր արգումենտները։ Իրենց փաստարկները ներկայացրել են բոլորը։ Տեր-Պետրոսյանը, երկրորդ նախագահը Հայաստանի, երրորդ նախագահը, այսինքն ամբողջ մամուլը, հանրությունը ողողված է այդ բանավեճով։ Այդ բանավեճը գոյություն ունի։ Հիմա եթե այդ բանավեճը գոյություն ունի, ի՞նչն է պարտադրում Նիկոլ Փաշինյանը սևեռվել մի գաղափարի վրա, որ այդ 4 ղեկավարով հավաքվեն ԱԱԾ-ի բանում այդ կալանավայրի խցիկում, որտեղ ինքը նստել է եւ այդ բանավեճը անցկացնել։ Սա մի քիչ մոլագարի բան է, էլի, հոգեբանական խցիկում չհասկացա ԱԱԾ-ի խցիկը։ Ինքն է առաջարկել։ Ասել է եկեք բանավեճի ԱԱԾ-ը։ Հենց ԱԱԾ-ի այն խցիկում, որտեղ ես նստած եմ եղել, հա։ Թե ուզում եմ ասեմ, սա արդեն հիվանդագին ինչ որ բաներ են, երևում է, որ կա մտասևեռվածություն այս խնդրի վրա եւ սրա բացատրությունը շատ պարզ է։ Այն բանավեճը իրականում վաղուց ընթանում է տարիներ շարունակ եւ այդ բանավեճում Փաշինյանը պարտվում է։ Նրան պետք է մի բան հարված, մի կուլբիտ, մի սալտո, որով ինքը կկարողանա այդ բանավեճի արդյունքները շրջել։ Ասում եք կան լուծում, գնայիք, ես էլ չկայի հոյն ժամանակ 98-ին։ Հիմա խոսենք լուծումների։ Ուրեմն լուծումները չեն կայացել։ Բացառապես այն պատճառով, որ Հայաստանի բոլոր առավելապաշտ մաքսիմալիստ քաղաքական ղեկավարները մերժել են միակ իրատեսական հնարավորությունը խաղաղ կարգավորման։ Իրատեսական միակ խաղաղ կարգավորման տարբերակը եղել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի արկախումը, որովհետև աշխարհում բնությունում չկա այնպեսի կարգավիճակ, որի շուրջ ադրբեջանցիները ու հայերը կկարողանային պայմանավորվել։ Չկա։ Եք համար 98-ից հետո այլ ռեալ լուծում էլ շանս չկար, պարոն Զուրաբյան, որովհետև եկեք ինչու եմ այս հարցը տալիս, բարձաբան եմ, հա։ Մեր հանրության գործոնը շատերն են անտեսում, որ դե քաղաքական գործիչները կորոշեին, ասենք 5 տարածք կամ 7 տարածք կտային,
ցանկալի կամ հետաձգված կարգավիճակ եւ լուծումը կլիներ։ Մենք թեորիայում դա շատ հեշտ ենք նկարագրում, բայց տեսնում ենք, որ 4 գյուղի պատմության պարագայում ինչքան մարդ է դուրս գալիս փողոց։ Մի տեսակ եթե 98-ին դեռ Աղդամը մեր հայրենիքը չէր, Ջաբրայելը առավել եւս մեր պատկերացումներն, 18-ին, 23-ին, 20-ին եւ այլն հաստատ մեր հայրենիքն էր եւ մի քիչ անկեղծության պակաս չկա դիմության կողմից, որ այսպես Փաշինյանն ասում է կար լավ լուծում չգնացիր, բայց ժողովուրդը թույլ կտար։ Սա նաեւ իդեպ ԿՊԱ-կանների արգումենտն է, ասում են ժողովուրդը մեզ թույլ չէր տա խնդրում։ Նախ ես թեման ավարտեմ, որովհետև հիմա արդեն շեղվում ենք ուրիշ ուղղությամբ։ Ժողովուրդը թույլ կտար, թե թույլ չէր տա, մենք կքննարկենք մի քիչ հետո, բայց հիմա քննարկենք ես ավարտեմ ուղղակի իմ։ Որը հետևյալն է։ Իրականում ուսա շատ կարևոր է մեր լսարանի համար, մեր հանրության համար իմանալ։ Այդ Ղարաբաղի կարգավիճակի արկախման ծրագիրը 2 անգամ է դրվել բանակցությունների սեղանին։ Մի անգամ դա արվել է, երբ որ առաջարկվել է Մինսկի խմբի համանախագահության կողմից 1997 թվականի փուլային տարբերակը, որի գլխավոր գաղափարը դա էր, որ արկախվում է կարգավիճակը, դրա թողում ենք անորոշ ապագային, սերունդները հետո կորոշեն այդ հարցը, բայց հիմա հաստատում ենք խաղաղություն, վերադարձնելով Ղարաբաղից դուրս շրջանները, ընդ որում այդ փաստաթղթի տակ 97 թվին պետք է ստորագրեր եւ Ադրբեջանը, եւ Հայաստանը, եւ Լեռնային Ղարաբաղը, այսինքն արդեն միայն ստորագրության այդ արկայությամբ Լեռնային Ղարաբաղը հաստատվում էր որպես միջազգային իրավունքի սուբյեկտ։ Վերջին անգամ նման լուծում առաջարկվել է Փաշինյանին 2019 թվականին։ Մենք գիտենք դա, որովհետեւ այդ նախագծի մասին որոշակի նկարագրություն հրապարակվել է ռուսական դաշնության արտգործնախարարության պաշտոնական կայքում։ Դա 19-ի պլանն է ձեր կոչած, որ իշխանությունը դեռ չի հրապարակել։ Թեև ասում չի հրապարակել, բացառված չի ասում։ Հա, ես էլ ասում եմ բացառված է, իրանք չեն հրապարակել, դա իրանք մահն է։ Ուրեմն 2019 թվին արդեն Ղարաբաղը չկար process-ում եւ ինքը չէր ստորագրի այդ փաստաթուղթը, այսինքն նախատեսված չէր։ Այսինքն արդեն մի թերություն կար, որ այդ ստորագրման պահը չկար, որը դարձնում էր Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի սուբյեկտ։ Բայց կար մի ուրիշ բան, որ մենք դուրս էինք գալիս 5 շրջանից ընդամենը արկախվում էր Ղարաբաղի կարգավիճակը, պահպանում ենք վերահսկողությունը ամբողջ Լղիմի եւ Քելբաջարի եւ Լաչինի նկատմամբ, իսկ մնացած կարգավորումները կլինեն այն պահին, երբ որ Ադրբեջանը պատրաստ լիներ գնալ զիջումների Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որ տարածքները 5-ը ասում եք կտայինք 5 տարածքներ, այդպես շատ հեշտ է։ Հիմա այստեղ գալիս ենք, չէ, նախ ֆիքսենք, որ եղել է այդ 2 անգամ այդ առաջարկը եղել է, որ արկախվի Ղարաբաղի ստատուսը, որը միակ իրատեսականն էր, օրինակ այն որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը փորձեցին ինչ որ մի բան ստանալ կարգավիճակի համար, թեկուզ ռեֆերենդումի մասին ինչ որ ֆրազ բան, դա սաղ տարավ բանակցությունները մի սխալ ուղղությամբ, որտեղ հա ունեիք Մինսկի խմբի համանախագահության համաձայնությունը, բայց չունեիք Ադրբեջանի նախագահությունը համաձայնությունը եւ չէիք էլ կարող ունենալ։ Հիմա 2019 թվին Ադրբեջանի համաձայնությունը բավականին իրատեսական էր եւ ըստ էության այդ հրապարակված փաստաթղթում դրա մասին ուղղակի ասված է, որ Ադրբեջանը ըստ էության համաձայն էր այդ մոտեցմանը։ Ձեր ասած ռուսական ԱԳՆ-ի կայքում հրապարակված պաշտոնական այդ փաստաթղթը Յուրի Պապովի պատասխանը Նիկոլ Փաշինյանը։ Հասկացա։ Հա, հիմա ասենք գալիս ենք այդ ձեր բարձրացած հարցին, թե ի ժողովուրդը հեշտ եք ասում, բայց 5 շրջանը։ Լսեք, այստեղ շատ կոնկրետ բան կա։ Եթե դուք հավակնում եք լինել երկրի ղեկավար, դուք պիտի լինեք գոնե ճակատագրական հարցերում քո ազգի համար, ձեր ազգի համար, պիտի լինեք շատ ազնիվ։ Բանակը կենթարկվի։ Դուք պիտի ասեք, հիմա ես ձեզ ասեմ, դուք պիտի ասեք հետևյալը։ Բանակը կենթարկվեր, որովհետև Փաշինյանը 2019 թվին ունեցել է համաշխարհային 10 միլիոնանոց բանը հայության հավանությունը, եղել է կուռքը ամբողջ հայ ազգի, ընդ որում աշխարհասփյուռ հայ ազգի, եւ Փաշինյանը ուներ մի այնպիսի վարկ վստահության, որ շատ հնարավոր է, ասենք, մեկ էլ Տեր-Պետրոսյանն է ունեցել 1991 թվականին։ Ну, Տեր-Պետրոսյանն ավելի մեծ էր, բայց այդ հիմա թեմային չի առնչվում։ Գնայք այդ կուրկ լինելը
ոնց էր աշխատելու որ դու մեր կուրկն ես ամենակարողն ես կախարդական փայտիկ ունես հեղափոխական տղա ես նախկիններին հաղթել ես այնպես արա որ այդ 5 տարածները չտանք միգուցե պահանջը ես կողմ չէ տարական բան է մի բան է երբ որ ասենք մի քիչ անցակալի կամ դժվար լուծումը առաջարկում է կոռումպացված չսիրված վարկաբեկված ոչ լեգիտիմ ղեկավարը որին անմիջապես բան են անում վռնդում են օրինակ այս ժամանակին ասում եմ որ այդ կենսաթոշակային ռեֆորմը կարող է լավ բան է բայց երբ որ դա առաջարկվում է կոռումպացված իշխանությունների կողմից դա չի կարող ընդունվի ժողովրդի կողմից հիմա սա նույն բան է եւ ուրիշ բան է երբ որ այդ նույն ծրագիրը առաջարկվում է մի ղեկավար որը ունի ուղղակի համարյա աննախադեպ վստահության կրեդիտ որին սիրում են որին պաշտում են որին հարգում են իհարկե երբ որ ինքը գնում է այտենց բան առաջարկում այդպեսի փոխզիջումներ կամ զիջումներ ինքը կկորցնի իր այդ վստահության կրեդիտի մի մասը իհարկե ինչ որ մարդիկ անցնելու են օպոզիցիա բայց նորից եմ ասում եթե վարկաբեկված ղեկավարն է առաջարկում ինքը կրեդիտ չունի ինքը ունի մենակ օպոզիցիա երբ որ դա անում է դեմոկրատական ընտրված լիդերը որին բոլորը պաշտում են այո ինքը կկորցնի որոշակի ձայներ բայց ինքը կկարողանա անել այն ինչ որ իսկապես ճիշտ է ազգի համար Նիկոլը ուներ այդ հնարավորությունը ավելին ձեզ ասեմ ես վստահ եմ որ ինքը եթե հստակ այդ արգումենտները ներկայացներ մենք էլ կօգնեինք իրան որովհետեւ դա եղել է միշտ մեր գիծը Հայազգային կոնգրեսը Տեր-Պետրոսյանը միանշանակ միշտ պատրաստ եղել թեման դուք բացեք մենք միշտ ենք ասել 18 մենք միշտ ենք ասել մենք Սերժ Սարգսյանին ենք ասել որ մենք պատրաստ ենք քեզ սատարել եթե դու գնաս Ղարաբաղի հարցի լուծմանը 2016 թվին երբ որ ինքը եկավ Տեր-Պետրոսյանի հանրապետականները նույն բանը չարեցին Փաշինյանի ուղղությամբ ես հանրապետականների համար պատասխանատու չեմ բան չասեցի ես խոսում եմ մեր մասին եւ ես ասում եմ որ Նիկոլ Փաշինյանը կստանար նաեւ մեր աջակցությունը որովհետեւ մենք կտեսնեինք որ ինքը գնում է ճակատագրական լուծումների եւ միակ ճիշտ լուծումների բայց այդտեղ հարցը անգամ այդ չի ասենք մեր մեր դաշնակցությունների հետ չոքներ հարցին, այսինք առաջանար մի հատ ճգնաժամ հասարակական որոշ հատվածներ դուրս գան, որը ես ասում եմ քիչ հավանական եմ համարում հաշվի առնելով այն վարկը, որ ունեցել է Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին։ Բայց ասենք, որոշ շրջանակների կողմից կորակվեր, հետո ինչ։ Այնքան մարդիկ են հող ծախող որակվել, բայց արել են գործը, Դեգոլին են հող ծախող բանարել, երբ որ ինքը Ալժիրյան այդ ճգնաժամը լուծեց եւ ասաց որ Ալժիրը որը համարվում էր ֆրանսիական տերիտորիա պետք է անկախությունը ընդունենք այդ Դեգոլին շատ ֆրանսիացի ասացին հող ծախող տվող եթե 98-ին քաղաքացիական պատերազմ կլիներ հիմա չէր լինի հիմա չէ նախ ասում եմ 19 թվին դա չէր լինի ոչ մի դեպքում չէր լինի որովհետեւ ինչ ուզում եք ասեք 19 թվին Փաշինյանը ոչ մի ճգնաժամ, լեգիտիմության, հասարակական աջակցություն չի ունեցել։ Բայց ես նորից եմ ասում, անգամ մի րոպե պատկերացրեք այն ձեր ասած սցենարը, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկած այդ ծրագիրը, եկեք գնանք խաղաղության եւ ընդունենք 2019 թվի պլանը, առաջացնել իսկապես լուրջ ճգնաժամ։ Ամբողջ ժողովուրդը ֆռար իրեն դեմ։ Այդ դեպքում ինքը ուներ շատ հստակ հեռանալու, այսպես ասենք, տարբերակը նկատի ունեք։ Այդ դեպքում ինքը ուներ շատ հստակ վարվելակերպ, որը հետեւյալն էր։ Նա պիտի անկեղծորեն ազգին ներկայացներ այս բանը։ Այս անգամ ասեր, որ ես գնում եմ այս խաղաղությունը կնքելու եւ ստորագրելու ծրագրով հրաժարական տար։ Դներ նորից բացնեմ, ոնց որ ինքը արդեն սովոր անել, մի քանի անգամ տվել է նորից ընտրությունները։ Այս անգամ այդ ծրագիրը դներ իր կառավարության որպես նախընտրական ծրագիր ու ասել ես ուզում եմ ձեր ձայները որ ընտրվեմ այս ծրագրով ու այդ դեպքում ինքը երկու ճանապարհ էր ունենալու կամ ինքը պարտվելու էր բայց այդ դեպքում ամեն ինչ բնական կլիներ ինքը սկզբունքային կվարված կլիներ ինքը ժողովրդին ճիշտ ուղին ցույց տված կլիներ ժողովուրդը անգամ եթե իրան մերժեր
Դա արդեն ոնց ասեմ, ղեկավարի ոչ խղճին կմնար, ոչ էլ, այսինքն գոնե պարզվեր, որ Իրանից կախված ամեն ինչ ինքը արել է։ Իսկ եթե ինքը ու ասում եմ նորից, այդ վիճակում, եթե ինքը գնար, օրինակ մենք պատրաստ կլինենք անգամ իր այդ դաշինք կազմել, կամ առանց դաշինքի նրան աջակցել, եթե մենք իմանանք, որ 2019 թվականին ինքը գնում է ընտրությունների խաղաղության ծրագիրը որդեգրելով։ Բայց ինքը այդ ամեն ինչը չարեց։ Ինքը վախենալով, այդ որ այդ հիմա ասում են, վախենում են, լասալիք են, բան, ինքն է իսկական 2019 թվական այդ իր դասալեկությունն էր, որովհետև ինքը, ինչպես իրանք ընդունեցին, բա մեզ դավաճան կասեն, վախենալով, որ կլինի հասարակական ինչ որ ռեակցիա, դիմադրություն ճիշտ որոշումներին, մեզ համար ճակատագրական ճիշտ որոշումների, որոնց այլընտրանքը կործանումն էր։ Ինքը գերադասեց դավաճան չմնալու, չհանգրցակի որոշ շերտերի կողմից չհայտարարվելու ճանապարհը, որը ըստ էության այն էր, որ մենք մերժեցինք բանակցությունները, մտանք պատերազմի մեջ, մեզ ջախջախեցին, Արցախը հայաթափվեց եւ այլն բոլոր հետևանքներով։ Վերջերս ԿՊԱ-կանից հյուրերն է, այսինքն հաջող, ինչպես պատահում է բոլոր ուժերն էլ հրավիրում են, նրանք ասում են ուզում եք փախչենք Տեր-Պետրոսյանի պես, Տեր-Պետրոսյանն էլ է հնարավորություն։ Ես էլ ասում եմ, որ Նիկոլն է փախչել պատասխանատվությունից, որովհետև կար լավ լուծում, գնայիք 98-ին, պատերազմ չէ՞, 98 թվին մենք գնացինք լավ լուծմանը, ու Տեր-Պետրոսյանը ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի հանրային բաց դիրքորոշում ընդունեց, որ էս է միակ լուծումը, ու պետք է գնալ այս լուծմամբ, գրեց այդ խաղաղություն թե պատերազմ հոդվածը լրջանալու պահը։ Բայց լուծման չգնաց, բան։ Չգնաց։ Գնաց լուծման։ Հենց այդ պատճառ ինքը գնաց լուծման եւ դա էր պատճառը, որ տեղի ունեցավ այն, ասենք ասենք, թավշյա հեղաշրջումը, երբ որ ոչ միայն արդեն իր օպոզիցիան, այլ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը, նրանց հովանավորող ուժային կառույցների ղեկավարները Հայաստանում, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ ներողություն Վազգեն Սարգսյանը եւ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը դեմ դուրս եկան Տեր-Պետրոսյանին, դա էլ քիչ էր ամբողջ մտավորականությունը դեմ դուրս եկավ։ Իսկ Տեր-Պետրոսյանը այդ անձանց իր շրջապատում ինչու էր հավաքել որպես նախագահ, որ իրեն էլ դեմ դուրս գան եւ այդ լուծումը կանխեն։ Կամ քաղաքացիական պատերազմի ինքը չէ՞ որ նախագահն ինքն էր բան Զուրաբյան։ Հա, բայց ինչ է նշանակում։ Իրանք հետո են ընդդիմացել։ Այդ մարտիկ 90-ական թվականներից գտնվում էին 90-ական 91 թվականին 91 88-ից սկսած այդ մարտիկ շարժման մեջ են։ Այդ մարտիկ եղել են շարժման 88-ի միասին, դա միասնական թիմ է եղել։ Ղարաբաղյան շարժման թիմը։ Ինչի մասն է խոսքը հավաքել է, ինքը չի հավաքել ոչ մեկին։ Այդ Ղարաբաղ Արցախից։ Դե ասում եմ, դա եղել են մի թիմի անդամներ։ 97 թվին Տեր-Պետրոսյանը երբ որ բերեց Ռոբերտ Քոչարյանին, ինքը իդեպ դրա մասին դա սխալ որոշում է։ Հանրային անգամ բան է արել, բացատրել է։ Ինքը ասել է մոտիվացիաներից մեկը էր, որ Ռոբերտ Քոչարյանը դառնալով Հայաստանի Հանրապետության վարչապետ ավելի մոտ ծանոթանա Հայաստանի խնդիրներին, հասկանա, որ Հայաստանը տնտեսական մեկուսացումից դուրս հանելու խնդիր կա, հասկանա, որ այսինքն ինքը սկսի նայել ոչ միայն Ղարաբաղի տեսակետից, որը շատ սահմանափակ տեսակետ էր, այլ համազգային տեսակետից, եւ հասկանա, որ սա է միակ ձևը լուծումների։ Իդեպ այդ ծրագրի մեջ էր նաեւ Ժակ Շիրակի հրավերը բանին Փաշինյանին։ Ժակ Շիրակը Փաշինյանին, ներողություն, Ռոբերտ Քոչարյանին։ 2003 Չէ, 1997 թվականի կարծեմ աշնանը ինքը Ժակ Շիրակը զանգարել էր Տեր-Պետրոսյանին, ասում էր ո՞նց օգնենք, այսինքն որ ձեր տակ գլուխները հասկանան, որ սա է միակ լուծումը, ում հետ խոսեն։ Եվ Տեր-Պետրոսյանը առաջարկել էր, որ հենց Քոչարյանի հետ խոսի, որպես վարչապետ հրավիրեն Ֆրանսիա, խոսեն եւ այլն եւ այլն։ Հրավիրել էին, խոսել էին, ու գիտեք ինչ է զարմանալի։ Ռոբերտ Քոչարյանը վերադարձավ այդ խոսակցությունից եւ ներկայացրեց հանրությանը հետո, որ չէ, ավելի ճիշտ սկզբից Տեր-Պետրոսյանը ներկայացրեց, հետո նաեւ հանրությանը, այդ արդեն հեղաշրջումից հետո, ասեց, բանա, ես Ժակ Շիրակին ասեցի, որ Ղարաբաղը ուզում է անկախություն եւ ինքը բան չասեց,
Ինքը ընդունել դա որպես լրացան աջակցությունը։ Իսկ հետո մենք պարզում ենք շնորհիվ 2010 թվականի WikiLeaks-յան բաների այդ արտահոսքների գումարած հետո գաղտնազերծման այդ լեգիտիմ այդ process կա, չէ՞, State Department-ի թղթերի բանը վերջերս եղավ մի նոր փորձը բան արեցին, գաղտնազերծեցին եւ պարզ դարձավ, որ ֆրանսիացիները գրել են ամերիկացիներին, որ կներեք մենք չկարողացանք համոզել Ռոբերտ Քոչարյանին։ Մենք ցավոք սրտի մենք նրա վրա ճնշման լծակներ չունենք։ Ուղղակի դա սխալ չէր նման կողմնորոշմամբ անձին։ Ես հասկացա Հայաստանում բարձր լծակներ քանդիրը դրված էր, որ այդ կողմնորոշումը փոխելու։ Այդ քանդիրը դրված էր այդ կողմնորոշումը փոխելու։ Այսինքն նրան ցույց տալու իրական իրավիճակը, որ ինքն էլ հասկանա։ Չստացվեց, բայց դա դե չստացվեց, հա։ Բայց ուզում եմ ասեմ, Տեր-Պետրոսյանը տանկի նման գնում էր։ Ինքը կանգնեց այն պահին, երբ որ հասկացավ, որ այդ տանկի նման գնալը արդեն հղի է մի ամբողջ արճակատումով ու այստեղ ոչ թե միայն հանրության հետ, մտավորականության հետ, ուժային կառույցների հետ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության հետ այդ արճակատումը արդեն մահացու կլներ Հայաստանի համար։ Այդտեղ Տեր-Պետրոսյանը կանգնեց ու եւ հրաժարական տվեց։ Այդ պատճառով միայն։ Դա փախուստ չէր, ասածը դա էր։ Չէ, ինչ փախուստ, այսինքն եթե իդեպ այս բանը ուզում եմ պարզաբանել, որ այս խնդիրը միշտ բարձր բան են անում, ասում են ոնց եք համատում Դեգոլի հետ, նա էս ինչ վիճակում հրաժարական տվեց, այն ինչ վրա ի վիճակում։ Լսեք, այդ կալիբրի, այդ մասշտաբի ղեկավարները հրաժարական են տալիս, երբ որ իրենք հաշվարկում են իրենց մնալը այդ պաշտոնում եւ իրենց գիծը տանելը ավելի է նպաստավոր երկրի համար, թե հրաժարվելը։ Տեր-Պետրոսյանը այդ հաշվարկն է արել։ Ինքը իր հարցը չի լուծել։ Ինքը տեսել է, որ եթե ինքը չէր կարող մնալ եւ անել սխալ քաղաքականություն, ինքը պետք է աներ ճիշտ քաղաքականություն, բայց եթե ճիշտ քաղաքականությունը առաջ է ստանում ու դա բերում է արճակատման խորացմանը քո սեփական հանրությունում, դու լինելով պետական այր պետք է գնաս ինչ որ որոշումների։ Թեկուզ ժամանակ տալու նրանց համար, որ իրանք գնան սխալ ճանապարհով, ինչ որ պահի հասկանան, որ դա սխալ ճանապարհ է։ Իդեպ պարոն Քոչարյան վերջին ասուլիսում իրեն դիրքավորում էր որպես խաղաղության, ասես ասենք, կողմնակից գործիչ։ Դուք հավատում եք այդ կերպարին, պարոն Զուրաբյան։ Ըստ էության, այսպես ասենք, ամբողջական նարատիվը այն է, որ այս իշխանությունը խաղաղություն չի բերի, մենք ավելի արժանապատիվ խաղաղություն կբերենք։ Հիմա անգամ Ռոբերտ Քոչարյանի թիմը հասկացել է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խաղաթուղթը դա իր խոստացված խաղաղության հեռանկարն է։ Եվ հասկացել են, որ ժողովուրդը իսկապես խաղաղություն է ուզում, Նիկոլ Փաշինյանը դա շահագործում է եւ ընկալում է Ռոբերտ Քոչարյանին եւ այսպես կոչված նախկիններին, բացի Տեր-Պետրոսյանից իհարկե, որպես պատերազմի կուսակցություն եւ իրենք հասկանում են, որ եթե այդպես շարունակվի, իրենք ոչ մի շանս չունեն եւ պարտվելու են։ Հիմա փորձում են ռեբրենդինգի վերածել, այստեղ բայց ասեմ, այստեղ խնդրեմը հետեւյալն է։ Իրենք էլ են եղել ոչ մի թիզական, Նիկոլ Փաշինյանն էլ է եղել։ Այն 2019 թվականի Նիկոլ Փաշինյանը իրանց բոլորից Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից, Դաշնակցականներից, Սեֆիլյանից, այդ Վիլսոնյան Հայաստանի ջատագովներից ավելի ոչ մի թիզական է եղել։ Սևրի պայմանագրի մասին ով է խոսել առաջինը, հայ ղեկավարը։ Փաշինյանը դավաճան չի, պարոն Զուրաբյան։ Այսինքն դավաճանի սահմանումը ո՞նց ենք անում։ Ով որ խոսում է Սևրից դավաճան չի, ով որ խոսում է Սևրից, ամենամեծ վնասը իրենք են տալիս։ Ամենամեծ վնասը Հայաստանին տվեց ձեր կարծիքով ոչ դավաճան Նիկոլ Փաշինյանը, որովհետև ինքը մտավ ծայրահեղ հայրենասիրական, ազգայնական հռետորաբանության մեջ, բանի Կիպրոսի եւ Հունաստանի հետ կառուցում էր հակաթուրքական ալյանսներ, հայտարարություններ էր անում միասին բանը Թուրքիայի դեմ, Սևրի պայմանագիրներ բարձրացրել, Տավուշյան բաներ անում։ Նիկոլ Փաշինյանը 2019 թվին իրան այնպես էր պահում, ոնց որ ծնվել է մի հատ Տիգրան մեծի մեծ Հայաստանը։ Մի հատ կայսրություն, որը կարող է բոլոր ֆրոնտերով
դասեր տա հարևաններին, բանանի, հարցակվի եւ այլն եւ այլն։ Դուք երևի չեք նկատել, որ Տավուշում մեկ դիրք էինք ազատագրել հուլիսյան մարտերին, այնպես որ եւ լավ հետևանք ունեցավ այդ մի դիրքի ազատագրումը։ Հա? Այսինքն հաշվարկները ինչի համար են։ Այդ մի դիրքի ազատագրումը բերեց Ադրբեջանի ամբողջական մոբիլիզացիայի։ Եթե այդքան հաշվարկել չի կարողանում Նիկոլ Փաշինյանը, այդ մարդուն ինչա կարելի վստահել։ Լավ, ես մի հարց էլ տամ, պարոն Զուրաբյան, առաջին նախագահ Փաշինյանին մեղադրում է Ադրբեջանին պատերազմ հայտարարելու մեջ Արցախ, Հայաստանը եւ վերջ, այսպես հայտարարությամբ նրա թիմակիցները, այդ Ռուբեն Ռուբինյանը, այստեղ մեր հարցազրույցում եւ տարբեր տեղեր ասում են դուք եք այդ թեզի հեղինակը Արցախ, Հայաստանը եւ վերջ, Հայաստանի, այսպես ասենք, ծնվելու օրերին, հա, անկախության հռչակագրում, ասենք, դնելով Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի վերամիավորման որոշումը, դրան հղում անելով, ավելին այդ որոշումը անձամբ Տեր-Պետրոսյանն է գրել եւ ԳԽ-ին է տվել, իսկ ԳԽ-ն վավերացրել է, այսինքն դուք մեղադրում եք Փաշինյանին մի բանում, որի ծնողը դուք եք, փաստորեն, պարոն Զուրաբյան, ճիշտ չեն ասում։ Նախ ցավոք սրտի պետք է ասենք, որ ուլերի ժամանակը մեր քաղաքականության մեջ չի անցնում։ Առաջ կար Սրբխեչի ուլ, պետական այդ մեր վերնախավում հիմա կա Քլեչի ուլ, որը Չէ, եկեք չվիրավորենք, էլի, պարոն Զուրաբյան, խնդրում եմ։ Ինչ վիրավորական Մեր մոտ ընդունված չի վիրավորել իրար։ Հա, բայց ձեզ էլ որ մի բան ասեմ, նույն բանն եմ ասելու։ Բայց բոլորը հասկացան ինչ նկատի ունեմ, ու դա կարևոր։ Շատ վատ ժամանակներ են, երբ որ պետական այրերին փոխարինում են պետական այծերը։ Եկեք չանձնավոր ենք, խնդրում եմ։ Հա, չեմ անձնավորում, այդ դրա մասին խոսում ավելի շատ որպես երևույթի մասին։ Դրա համար եկեք անձնավորություն չանձնավորենք։ Չէ, ես ուղղակի այսպես հեղինակային իրավունք եմ փորձում պահել, բայց եկեք հարցի վրա կենտրոնանալ։ Հա, հարցի վրա կենտրոնանալ։ Դուք եք հեղինակ, դուք եք հայտարարել պատերազմ, վարչապետն էլ չէ՞, բայց ես չգիտեմ, դուք չեք հետևում երևի։ Չէ, ես հետևում եմ։ Ես շատ մանրամասն մի ստատուս եմ գրել, որտեղ շատ հստակ նկարագրել եմ, որ այն ինչ որ հայտարարվում է, որ իբր 1989 թվականին դեկտեմբերյան որոշումով մենք հայտարարեցինք պատերազմ, դա հիմարություն է, որովհետև այն ժամանակ իրականում ասացիք Արցախը Հայաստանը եւ վերջ, եւ եթե այդ կարգախոսը պատերազմի մասին է, դուք մենք տես բան չենք ասել։ Ծնող այդ որոշումը։ Մենք տես բան չենք ասել, մենք Բայց վերամիավորման որոշումը Արցախը Հայաստանը եւ վերջ չի բան։ Նախ լսեք այդ։ Հա, չէ, ուղղակի ճշտենք էլի։ Կարակ մի քիչ համբերություն ունենաք եւ փորձենք։ Ուրեմն 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը ընդունվել է մի վիճակում, երբ որ Հայաստանն ու Ադրբեջանը անկախ պետություններ չէին, չունեին բանակներ, անգամ կամավորական տենց բաները շատ լուրջ զարգացած չէին, այդ ջոկատները, բաները եւ այլն։ Այսինքն դա ընդունվել է Խորհրդային Միության ներսում որպես, ասած ասեմ, սահմանադրական տարբեր նորմերի շուրջ ծավալված վեճի բան, դրսևորում։ Ինչ էր այն ժամանակ եղել։ Եթե հիշում եք 1988 թվի շարժման արդյունքում Կրեմլը ստիպված եղավ մեր համաժողովրդական շարժման ճնշման տակ մտցնել մի ռեժիմ կառավարման բանում Ղարաբաղում, այսպես կոչված Կոմիտետ особого управления, հատուկ կառավարման կոմիտեն, որը ղեկավարում էր Արկադի Վոլսկին։ Դա ըստ էության թեև այնտեղ կար մի փոքր բան, որ կոմիտեն պետք է համաձայնեցնի իր որոշումները Ադրբեջանի ԽՍՀ-ի հետ, բայց իրականում Վոլսկին իհարկե իրականացնում էր Մոսկվայի ուղիղ կառավարումը բանում Ղարաբաղում, եւ դա իրականում ինչ որ չափով այն չէր ինչ որ մենք ուզում էինք, բայց դա այնուամենայնիվ գոնե հանել էր Ղարաբաղի կառավարումը Ադրբեջանի տակից, դա կարևոր հանգամանք էր։ 1989 թվականի նոյեմբերին, այսինքն մի քանի օր առաջ այդ մեզ քննարկվող որոշումից, մի քանի օր առաջ արդեն Ադրբեջանի ճնշման տակ, այն ժամանակ նրանք մտել էին, քանդել էին այդ Նախիջևանի սահմանապահ բաները եւ այլն, սովետական կառավարությունը խոճապահար ինչ որ վիճակում լուծարեց Վոլսկու բանը ռեժիմը եւ վերադարձրեց Ղարաբաղը լիակատար Ադրբեջանի
տիրապետության տակ ստեղծվեց այդ Պոլյանիչկոյի ղեկավարությամբ հանձնաժողովը։ Պոլյանիչկոն էլ եղել էր բանի Ադրբեջանի կոմունիստական կուսակցության երկրորդ քարտուղարը, որը ամբողջությամբ արդեն ենթարկվում էր Բաքվին եւ սկսեց իրականացնել տերոր։ Նույն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում սկսեց իրականացնել տերոր, բռնելով հայաստանցիներին, բանտերը լցնելով, օմոնով ինչ որ բաներ, այդ аэроպորտներին փակում եւ այլն։ Այսինքն այնտեղ մտցվեց ադրբեջանական տերոր, որին մասնակցում են օմոնը եւ խորհրդային զորքերը։ Այսինքն այդ ժամանակ պետք էր ինչ որ մի բնականաբար եղավ պորտկումը նաև հայկական շարժման կողմից եւ պետք էր ինչ որ մի որոշում, որը կհակադրվեր դրան եւ ինչ որ լեգիտիմացիա կտար դրա դեմ պայքարելու խնդրին։ Եվ ինքը տվեց վերամիավորման որոշումը, վերամիավորման որոշումը։ Հիմա մենք հետին թվով կարանք դա հետին թվով կարող ենք դրա լավ կամ վատ կողմերը քննարկենք, բայց մի բան ակնհայտ է, որ դա պատերազմի հայտարարություն չէր ու պատերազմ չէր կարող լինել։ Այն ժամանակ մենք այնուամենայնիվ բոլորս ապրում էինք խորհրդային միության պայմաններում, որը դեռ ուներ բավականին ուժեղ ռեպրեսիվ ապարատ, ուժային կառույցներ, բանակ եւ այլն, եւ ամբողջությամբ վերահսկում էր իրավիճակը երկրում։ Բայց անկախության հռչակագրում դրվեց դա, պարոն Զուրաբյան։ Հա, բայց պատերազմը դրա համար չսկսվեց։ Պատերազմը սկսվեց դրանից հետո, երբ որ համընթաց խորհրդային միության փլուզմանը Լեռնային Ղարաբաղը հայտարարեց իր անկախության մասին սեպտեմբերի 91 թվականի սեպտեմբերի 2-ին։ Հայտարարեց իր անկախության մասին եւ անմիջապես Ադրբեջանը սկսեց ռազմական օպերացիան այդ միավորը ոչնչացնելու նպատակով։ Այդ ժամանակ, այո, պատերազմը սկսեց եւ պատերազմը սկսել է Ադրբեջանը, որպեսզի ջախջախի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, բայց այդ ժամանակա դա եղել, ասել, որ 89 թվականի դեկտեմբերի 1-ով է պատերազմ սկսվել, դա ուղղակի բան է, կեղծիք է, անհեթեթություն է, անիմաստ բանավեճ։ Ես լսում եմ նաև իշխանականների կողմից, որ նախկին նախագահները ցուցմունք են տալիս Հայաստանի դեմ, Քոչարյանն ասեց հայերը հայկական կողմը հայկական իշխանություններն են, պատերազմ սադրել, Տեր-Պետրոսյանը ասեց Փաշինյանն է հայտարարել այդ պատերազմը, Սերժ Սարգսյանն ասում է Գանջայի քաղաքացիական ենթակառուցվածքները Հայաստանն է, այսպես թիրախավորել, եթե նույնիսկ Փաշինյանը այսպես ամենայն հայոց ազգակործան պատուհասն է, պարոն Զուրաբյան, եթե նույնիսկ, հա, ես վստահ եմ դուք համաձայն եք եւ քառակուսուն նշան կդրեք։ Ես վստահ եմ, որ դուք էլ եք դրա հետ համաձայն։ Եկեք կարծիքը իմ հոգու խորքում ես պահեմ, հա։ Արժի այսպիսի բան ասել, արդյոք մեր պետության դեմ, այսպես ասենք, ցուցմունք չի նախկին նախագահների կողմից։ Թվում է դուք թիրախավորում եք Փաշինյանին, բայց խփում եք ձեռի հետ էլ պետությանը, այսպես։ Եթե ստացվում է մենք օկուպացիոն երկիր ենք, խնդրեմ։ Չէ, խնդիրը հետեւյալն է, ոչ ոք չի ասում, որ Ադրբեջանը չի հարձակվել Հայաստանի վրա։ Նախահարձակը, ագրեսորը, չգիտեմ, հարձակվող կողմը, դա եղել է Ադրբեջանը։ Այդտեղ որևէ կասկած չկա, եւ Ադրբեջանը կատարել է ռազմական հանցագործություն, անելով դա։ Բայց մենք պետք է նաև վերլուծենք, չէ, ասենք կարող ենք մենք այնպես անենք, որ այդ հարձակումը չլիներ։ Չէ՞։ Այդ կարևոր բան է։ Եվ մենք տեսնում ենք հետևյալը, որ եթե 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը չմերժեր բանակցությունները, այստեղ ամենակարևոր բանը էս է, իդեպ ձեզ ասեմ։ Նայեք, 97 թվին, որ երբ որ Սերժ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, երբ որ մերժեցին այդ առաջարկված տարբերակը Տեր-Պետրոսյանի, իրենք ավելի մաքսիմալիստական պահանջներ դրեցին, բայց իրենք գոնե դրանք իրատեսական պահանջներ չէին, դրանք երբեք չէին լինելու, Ադրբեջանը դրանց երբեք չէր համաձայնվելու, բայց իրենք գոնե բանակցում էին, մի բան անում էին, իրենք պահում էին Մինսկի խմբի համանախագահության այդ մեխանիզմը, որը միակ լեգիտիմ մեխանիզմ էր, ՄԱԿ-ի կողմից հավանություն ստացած, ԵԱԿ-ի կողմից հավանություն ստացած, որը ուներ այդ առաքելությունը, այս կոնֆլիկտը պահել բանակցային ֆորմատում, ոչ թե չթողնել անցնել պատերազմին։ Իրենք այդ բանը հասկանում էին եւ գոնե բանակցում էին։ Այսինքն չէին հրաժարվում, կարող է հոգու խորքում պատրաստ չէին ինչ-որ լուծումների, բայց իրենք գոնե թեկուզ ձևական կառուցողականություն ցույց էին տալիս, անգամ նախաձեռնություններով էին հանդես գալիս,
ինչ որ խաղակարգավորման եւ այլն եւ այլն։ Այս շատ կարեւոր էր, որովհետեւ եթե դու բանակցային process-ը կենթանի ես պահում, դու դրանով թույլ ես տալիս միջազգային հանրությանը, իդեմս Մինսկի խմբի համանախագահության գործածել Ադրբեջանի վրա շատ լուրջ ճնշումներ, թույլ չտալու համար պատերազմի վերսկսումը։ Բայց եթե դու ըստ էության պայթեցնում ես բանակցությունները, ասում ես ես պիտի զրոյական իմ կետից սկսեմ, հրաժարվում ես բանակցություններին մասնակցել, առիթ բռնելով, պատրվակ բռնելով, որ դե Լեռնային Ղարաբաղը process-ում չի, բայց Լեռնային Ղարաբաղը որ process-ում չի, եղել է Քոչարյանի օրոք եւ դա արդեն փաստ էր, որը շրջել հնարավոր չէր։ Իսկ ինքը դա պատրվակ բռնելով հրաժարվում էր բանակցություններից։ Այսինքն ինքը Մինսկի խմբի համանախագահությանը, ամբողջ միջազգային հանրությանը կանգնեցրեց մի փաստի առաջ, որ Հայաստանը չի ցանկանում բանակցել։ Եթե նույնիսկ այդպես է ասել, որ Փաշինյանը պատերազմ հայտարարեց Ադրբեջանին, սա ցուցմունք չի սեփական պետության։ Դա փոխաբերական է, չէ՞, ասված։ Ասում ենք, ինչ ենք ասում։ Պատերը ուղիղ հասկացան անկեղծ ասեմ։ Ով ինչ ուզում է իրենց խելքի աստիճանի թող հասկանան, բայց ստեղ ասվածը հետևելա։ Տեր-Պետրոսյանը ուղղակի ասել է հետևելա, որ մերժելով այս բանակցային գործընթացը, ես այս բանը ուզում եմ մի հատ էլ ընդգծվի։ Ինքը չի մերժել առանձին առաջարկ։ Չի մերժել առանձին դրույթ որևէ առաջարկի մեջ։ Ինքը մերժել է բանակցությունները որպես մեխանիզմ։ Սա հանցագործություն է։ Ինքը հրավիրել է ոչ միայն Ադրբեջանին ինքը Ադրբեջանին, փաստորեն Թուրքիային ասել է, որ բանակցությունները ոչ մի հարցի չեք լուծի, եթե ուզում եք, անցեք զինված հարձակման։ Ինքը Մինսկի խմբի համանախագահությանը զրկել է այդ իր առաքելությունից։ Այսինքն էլ Մինսկի խումբը էլ ոչ մի գործիք Ադրբեջանին զսպելու չուներ, որովհետև Ադրբեջանը ասում է, բայց Հայաստան չի բանակցում։ Այս բանը Նիկոլ Փաշինյանը արել է 2019 թվականին, նա անգամ թաքցրել է, որ 2019 թվականին եղել է այդպիսի պլան, Ղարաբաղի կարգավիճակի արկախման պլան։ Ինքը սա թաքցրել է։ Այսինքն մենք սրա մասին չխոսենք, ուստեղ ինչ բան կա, այսինքն դու ինչ ես ասում, դու ասում ես քո սխալ դիվանագիտություն ես տարել, քո սխալ դիվանագիտությունով դու սադրել ես պատերազմ։ Հայաստանի դեմ չի օգտագործվի Ադրբեջանի կողմից այս հայտարարությունը։ Ոնց։ Մի հատ ինձ բացատրեք որևէ սցենար, որով դա կարող է օգտագործվի Հայաստանի։ Ադրբեջանը միշտ հայտարարել է, երբ որ ինքը ագրեսիա իրականացրել, իբր թե դա արել է ի պատասխան հայկական կողմի հարձակման, իդեպ 44 օրյայի, այսպես ասենք, ադրբեջանական մեկնարկի պաշտոնական հաղորդագրությունը հենց այդ կեղծիքով է լցրած, որ հայկական կողմը խախտեց հրադադարը եւ այլ ինչ որ Ալիևի արդարացման բանի չի վեր։ Ես հասկանում եմ մեր ներքին մի քանի րոպե առաջ այս մեր զրույցում մենք խոսացինք Տավուշյան-Հուլիսյան օպերացիայի մասին, որտեղ դուք հպարտորեն ազդարարեցիք, որ մենք որտեղ մենք դիրք ենք գրավել։ Հպարտությամբ չխոսել բան։ Հա, որ մենք դիրք ենք գրավել։ Ես ուզում եմ ասեմ, որ Ադրբեջանի այդ բացահայտ ռեակցիան արճակատման գնալու եւ ռազմական հարցով այդ խնդիրը լուծելու եղավ անմիջապես այդ հուլիսյան օպերացիայից հետո։ Եթե հիշում եք, անմիջապես դրանից հետո մի շաբաթ հետո Բաքվում սկսեցին մեծ ցույցեր, Ալիևը մեղադրական մի հատ ճառ ուղեց ժողովրդին, ասեց եթե դուք հավաքվում եք, բայց պատրաստ չեք գնալ կռվելու, բա դու ինչ եք ուզում ինձանից։ Հիշում եք այդ ամենը։ Հա, լավ հիշում եմ։ Հա։ Այսինքն պատերազմը կարող է ստացվում է, որ մի քիչ մենք ենք սադրել։ Կարող է մի քիչ տեն ստացվում է, որ մենք տրիգեր ենք արել, ինչ որ process-ներ ենք առաջացրել, որոնք բերեցին Ադրբեջանի մոբիլիզացիայի ու ավելին Ադրբեջանին մաքրեցին Մինսկի խմբի համանախագահության առաջ։ Մաքրեցին։ Մինսկի խումբը համանախագահությունը այլևս ոչ մի փաստարկ չուներ Ադրբեջանին զսպելու համար։ Եվ այդ ամեն ինչի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է։ Իսկ այսօր ինքը մեզ դասեր է տալիս խաղաղության։ Ընդ որում հիմա ասենք նաև այդ իր ամենամեծ խաղաքարտին, խաղաղությանը։ Ուր է այդ խաղաղությունը։ Սահմանին 1 տարի 7 ամիս զոհ չենք ունեցել, պարոն Զորաբեկ։ Իսկ եթե 5 ամիս հետո էլի ունենանք ու հազարավոր զոհեր, այս ինչ փաստարկ է։ Այսինքն եթե 1.5 տարի ոչ բան չի եղել, դա համարում ենք խաղաղություն։
Իդեպ դուք տեսնում եք միջազգային հանդիպումների ժամանակ Ալիևը փնտրում է Նիկոլ Փաշինյանին, Լուկաշենկոն Չէ, ես տեսնում եմ ոնց է Փաշինյանը փնտրում Դոնալդ Թրամփին։ Այսինքն այն երեք ինչ որ տեղի ունեցավ, դա մի հատ խայտարակ բան էր, տեսարան էր, երբ որ խախտելով պրոտոկոլը, ըստ պրոտոկոլի կանգնած էր Դոնալդ Թրամփը, որը ելույթով դիմում էր եւ ավարտել էր իր ելույթը, եւ կողքը կանգնած էր այդ բանը այդ Եգիպտոսի նախագահը, որը հյուրընկալող երկիրն է։ Իսկ պետք է Թրամփը կանգնած էր եւ Եգիպտոսի նախագահ Ալ-Սիսին։ Եվ այստեղ մեկ էլ այդ երկուսի մեջտեղը մտնում է Նիկոլ Փաշինյանը։ Բայց բոլորի աչքի առաջ մտնում է, խախտելով պրոտոկոլային բոլոր կանոնները, մոտենում է Դոնալդ Թրամփին եւ հայտարարում, որ ես Հայաստանի վարչապետն եմ։ Օրհնվի ձեր սահաթը, այն սահաթը, ջանքեր է գործադրել, օրհնվի այն սահաթը, երբ ձեր օրհնված ոտը եւ այլն, ու սկսում է ասել դուք God bless you, you are a great leader, բան, ասած ինչ բաներ է խոսում։ Թրամփը հարկադրում է իրեն գովաբանել, բոլորին է հարկադրում ասում։ Հասկանալի է, բայց դուք հասկանում եք, այդ ինչ ծաղր է ամբողջ աշխարհի համար, այդ ինչ որ կատարվում է։ Այսինքն ինքը իր այդ գեղավարի մեթոդներով, իրանից ոչ մի ուժ չունենալով, ուղղակի ասենք հուսահատ ձևով իրան ինչ որ մեջ հագցում վիսկիչկայի նման մի հատ եւ հիմա պարզվեց, որ այդ սա մեզ հիշում եք ինչ էին փորձում համոզել, որ հիմա Դոնալդ Թրամփի հետ ջերմ վստահելի հարաբերությունները հաստատել Նիկոլ Փաշինյանը, որ իր WhatsApp-ի ընկերն է, որ համարյա մենք արդեն կարծում ենք ամեն օր իրար ինչ որ մեսեջներ են գրում բան եւ այլն, բայց պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանը այս ցանկացած գաղտնաժողովում, որտեղ կա Դոնալդ Թրամփը, պետք է գա այդպես պրոտոկոլը խախտելով մի հատ հանդիպի հետը ներկայանա որպես Հայաստանի վարչապետ, որ վերջապես իրան տեղը բերեն, ասեն դե լավ էսի են։ Եթե անարժեք մեկն էր, ինչու կանչեցին։ Այն մյուս տղեն է։ The other guy։ Ինչու կանչեցին, եթե անարժեք մեկն էր։ Այդ շատ կարևոր հարցադրում է, այս սա հիմա ծաղրը, որ ամբողջ միջազգային հանրությունը ունի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որը ցավ է մեզ համար։ Որտեւ սա Հայաստանի պրեստիժին է վերաբերվում։ Հայաստանի պրեստիժին է վերաբերվում։ Հիմա ինչու իրան հրավերեցին։ Ուրեմն մենք եկեք հասկանանք ինչ է կատարվել Եգիպտոսում։ Սա շատ հետաքրքիր բան, սա փաստաթուղթ է, որը ստորագրվել է 4 երկրի միջև։ Գազա Իսրայելի միջև, այսպես ասենք, հրադադար նկատի ունեք։ Չէ, սխալվում եք։ Հա, չէ, սա փաստաթուղթը ստորագրվել է 4 երկրի միջև։ Միացյալ Նահանգներ, Եգիպտոս, Թուրքիա եւ Կատար։ Մնացած լիդերները եկել են ասենց աջակցություն ցույց տալու նպատակով։ Սա ինչ է ըստ էության։ Սա իսրայելա-ամերիկյան մի process է Միջին Արևելքում ըստ Իսրայելի խաղաղության կառուցման մի գործընթացի։ Այդ գործընթացի մեջ Իսրայելը հասկանալով, որ այդ նաև գործընթացը ուղղված է Իրանի մեկուսացմանը։ Եվ Իրանի մեկուսացման ամենակարևոր գործիքներից մեկը դա Ադրբեջանի ներքաշելն է Աբրահամյան, այսպես կոչված ակորդների մեջ, Աբրահամյան համաձայնագրերի մեջ, որի էությունն է Իսրայելի եւ արաբական ազգերի հաստությունը։ Հիմա մի կողմ դնելով, որ Աբրահամյան արմատներ չունի Ադրբեջանը, բայց իրան մտցնում են այդ բանի մեջ, որտեղ պետք էր մի հատ այնց մուսուլմանական ազգ, որը դառնում է ինչ որ իմաստով Իսրայելի պլացդարմը Իրանի դեմ։ Դա 3 կրոնների համերաշխություն խորհրդանշող պրոտոկոլ։ Դա Աբրահամյան ակորդը չի։ Աբրահամյանը դա Իսմայելի եւ Աբրահամը երկու զավակ ա ունեցել։ Իսահակ գիտեմ, որ 3 կրոնների համերաշխություն։ Դա այդ կապ չունի։ Աբրահամը երկու զավակ ա ունեցել, Իսմայիլ եւ Իսահակ։ Իսահակը հրյաների նախահայրն է, Իսմայիլը արաբների նախահայրն է։ Հիմա գանք ուրիշ։ Այսինքն Աբրահամը միավորում է որպես նախահայր բաներին, հրյաներին եւ արաբներին։ Դրա համար այդ բանի, այդ համաձայնագրի անունը դրվել է Աբրահամյան համաձայնագիր։ Բայց այդտեղ հիմա լայնացնում են, դրա մեջ մտցնում են Ադրբեջանին եւ այստեղ է որ ծագեց գաղափարը, որ այդ նպատակների իրականացման համար պետք է Իրանին մեկուսացնող միջանցք ստեղծել, որի անունը կլինի Թրամփի միջանցք, որը նաև կծառայի պլացդարմ
բանի դեմ, Իրանի դեմ եւ իր մեկուսացմանը կծառայի եւ այլն եւ այդտեղ պետք է ընդամենը Փաշինյանի ստորագրությունը, որը եւ Վիտկոֆը մի քանի այցեր արեց, եթե հիշում եք, գնում էր Մոսկվա Պուտինի հետ հանդիպում էր, հետո գնում էր Բաքու, երկու անգամ այդ նույն սցենարով գնաց, հետո ասաց, որ մենք ուզում ենք Աբրահամյան ակորդների մեջ մտցնենք Ադրբեջանին եւ Հայաստանին։ Եվ այս Եգիպտոսի հավաքը դրա դրսևորումներից մեկն էր։ Այսինքն Հայաստանին հիմա ծրագիրը հետևյալն է, Հայաստանին դարձնել Ադրբեջանի սատելիտ, որը կբավարարի Ադրբեջանի բոլոր նկարտումները, տրանսպորտային կապի, իհարկե, բոլորն էլ դարձնում են։ ԱՄՆ-ն ասում եմ, այդքան ԱՄՆ-ն ստեղ ավելի օժանդակ դեր է կատարում, որովհետև սա իրականում պայմանավորություն է Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ։ Բիբի Նետանյահուն է օգնել եւ տարբեր այլ շրջանակներ, Վիտկոֆը, Կուշները եւ այլն, Ալիև, Տրամփ այս գործարքը բանանելու համար, կնքելու համար, իսկ Փաշինյանը ընդամենը խաղացել է այս ամենությունում, ինչպես ես մշտապես ասել եմ, բուտաֆորիայի դեր, ստորագրողի դեր, ինքը պետքա որպես դիադր գայ, պետքա այդտեղ մասնակցի, բայց Փաշինյանին թվում է, որ ինքը այդ գործարքի մասնակիցն է, ինքը չի հասկանում, որ ինքը ոչ թե սեղանի շուրջն է նստած, այլ սեղանի մենյուի մեջ է, այսինքն Հայաստանը այն սնունդն է, որը դրել են բաժանելու համար սեղանի վրա, բանակցողների միջև։ Ինքը չի հասկանում, որ իրան այդ դերն է վերապահված, այդ վիսկչկայությունը գեղավարի պայմանավորված է դրանով, նա փորձում է իր ստատուսը բարձրացնել բանից բուտաֆորիայի կարգավիճակից մինչև լուրջ պարտների կարգավիճակ, բայց այդ լուրջ պարտների կարգավիճակը իրեն ոչ ոք չի տալիս, որովհետև լուրջ պարտների կարգավիճակ տալիս են այն պետություններին, որոնք իրենցից ինչ-որ բան են ներկայացնում, ուժ ունեն, դաշնակիցներ ունեն, բանակ ունեն, տնտեսություն ունեն, հասկանում եք։ Ավարտենք այս հարցով։ Այսօր մի հատ բանը, որ մենք ունենք, միակ ակտիվը, դա որը մնացել է այս ջախջախումից հետո, որը ես կոչում եմ միշտ Ղրիմյան հայրիկի բանը տերմինաբանություն օգտագործելով, որ Տեր-Պետրոսյանը բերեց մեզ երկաթե շերեփը, իսկ Նիկոլ Փաշինյանը նորից փոխեց դա թղթե շերեփով։ Հիմա այս վիճակում մեր միակ ակտիվը մնացել է այդ Սյունիքի տրանզիտային աշխարհաքաղաքական նշանակությունը, որովհետև դրա համար պայքարում են աշխարհաքաղաքական լուրջ բանակցություններ։ Առաջարկում եմ դա մեր մյուս հարցազրույցում կարճ մի ներքաղաքական հարցով ձեզ կտեսնենք Սավել Կարապետյանի այսպես ստեղծած, այսպես ասենք, հա, մեր ձևով շարժման շարքեմ 26-ի ընտրությունը հակին։ Լսեք, մենք մեր մոտեցումները այնքան պարզ են, 2 տարի է ես դրա մասին խոսում եմ, որ մեզ պետք է ստեղծել համաժողովրդական շարժում, որ այս խայտարակության դեմը առնենք։ Խայտարակություն ասելով ինչ նկատի ունեմ։ Մեր պարամետրները հետևյալն են, ում հետ ենք մենք պատրաստ համագործակցել։ Դա պետք է լինի խաղաղության, իրատեսական խաղաղության ծրագիրը ընդունող ուժ լինի, այդ սա հայդատական բաները, չգիտեմ, պատերազմացին, կոնֆլիկտացին բաները մի կողմ դեր պետք է դնենք։ Սա մեկ։ Մենք պետք է բացառենք Թալանի ռեժիմի վերադարձը, սա 2։ Մենք պետք է նաև համագործակցենք Հայաստանի լուրջ տնտեսական զարգացման ծրագրերի վերաբերյալ։ Այդ ուժերը պետք է ունենան ռացիոնալ իրատեսական քաղաքական մտածողություն եւ մի շատ կարեւոր կետ կա, այդ ուժերը պետք է կանգնեն մեր պատմամշակութային ինքնության պահպանման դիրքերին։ Իսկ այս շարժումը այդ ուժերից է։ Այսպես առաջին հայացքից որ նայում եք։ Ու առայժմ ես ինչ որ այդ իմ չափանիշները բացառող որևէ դրսևորում չեմ տեսել։ Այսինքն համագործակցություն չեք բացառում։ Ու ես դες ասեմ, այնպես չի որ մենք բավականին բաց չենք ասել, որ ուժի հետ երբ ենք հանդիպել, ոնց ենք, բայց մենք բաց ասել ենք, չէ՞, արդեն 2 տարի է ես գալիս եմ ես ստեղել եմ ասում, ամենտեղ էլ ասում եմ, որ մենք բանակցում ենք նման բոլոր ուժերի հետ համաժողովրդական շարժում ստեղծելու։ Կարապետյաններին հանդիպել եք։ Կարապետյաններին դեռ չենք հանդիպել, չէ։ Շնորհակալ եմ, պարոն Զուրաբյան, կհետևենք Factor TV-ում հյուրընկալել ենք Լևոն Զուրաբյանին։